Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր մենք զրուցելու ենք պատմաբան Զորաբ Գևորգյանի հետ, բարև ձեզ, պարոն Գևորգյան։ Բարև ձեզ։ Ուրբաթ օրերին սովորաբար այսպես ինձ քաշում է դեպի փիլիսոփայություն, ընդ որում ես կուզեի շատ փիլիսոփայել պատմաբանի հետ, որովհետեւ ի տարբերություն շատերի ընկալումների կամ պատկերացումների, պատմությունը բավական ճշգրիտ գիտություն է, ընդ որում ինքը շղթայական ճշգրիտ է, որովհետեւ պատմությունը ոչ միայն բացահայտում եւ մեջտեղ է բերում իրադարձությունները, այլև տալիս է պատճառահետևանքային կապերը։ Եվ հետևաբար այն ինչ որ մենք ունենք, դա պատմական իմաստով համարյա ֆիզիկա է։ Այսինքն կարելի է գնահատել, կարելի է ֆորմուլաներ տալ։ Հիմա կփորձենք այսօր ֆորմուլաներ տալ, ընդ որում խոսենք վերջին շրջանում մի պահ սկսված, հետո մարած դիսկուրսի մասին, ազգային ինքնության վերաձևակերպման մասին ասեմ, վերագնահատման մասին ասեմ։ Ինքը շատ կարևոր խնդիր է հատկապես 21-րդ դարում, երբ տրանսֆորմացիա է ենթարկվում ամբողջ աշխարհում արժեքային համակարգը։ Եվ այդ ընթացքում այսպես նստել սեփական անկյունում ու ոչինչ չանել մի քիչ տարօրինակ է երևի։ Բայց այստեղ մի խնդիր կա։ Մենք վախենում ենք սեփական պատմությունից։ Այ հիմա որպես պատմաբան, ըստ ձեզ ինչու ենք մենք վախենում հետ նայել։ Չնայած թվում է թե մենք անդադ հետ ենք նայում։ Շատ հետաքրքիր բազմաբովանդակ հարց ձևակերպեցիք։ Մեծ հաշվով վախը, եթե հանդգնենք դա անվանել վախ կամ ինչ-որ որոշակի ֆոբիա, թե ինչու ինչ-որ մի բան չես նախաձեռնում, ըստ իս գալիս է այն հանգամանքից, որ չկա բավարար գործիքակազմ։ Այսինքն պատմական մտածողությունը դա շատ խորը հետազոտված եւ գնալով ավելի պրոգրեսիվ դառնող կոնցեպտուալ մոտեցումներ ունի իր մեջ եւ դուք նշեցիք պատճառի ու հետևանքի մասին, դա այդ պատմական մտածողության 6 որոնց նաեւ եվրոպական, կրթական միջավայրում ամերիկյան, կանադական, նաեւ կրթական միջավայրում անվանում են երբեմն մեծ 6։ Այդ մեծ 6-ից մեկը հենց պատճառն ու հետևանքն են։ Սրանք բոլորը գործիքակազմեր են, որոնք տալիս են վստահություն։ Ինչ անել պատմության հետ։ Մեր քիմիկոսը գիտի ինչ անել, որտեղ այդ նյութերը շոշափելի են կամ ֆիզիկոսը, հիմա պատմության նյութը դա ժամանակն է։ Բայց այդ ժամանակը կարող է այնպես պայթել, իրականում աներևույթ, ոչ քիմիական ռեակցիայի նման, բայց ոչ պակաս պայթել եւ հանրային տեսանկյունից պայթել եւ մենք ուղղակի դա չենք տեսնի, բայց ինքը կպայթի, որովհետեւ մենք երբեմն չգիտենք ինչպես գործ ունենալ ժամանակի հետ։ Մենք մեր մոտ երբ որ հաճախ շտապում են մարդիկ, այդ հայտնի վրազի մեջ արտահայտությունը, երբեմն իմ մոտ որպես կրթության միջի մարդ միգուցե սխալվում եմ, բայց ես խորը ընկալում ունեմ, որ այդ շտապելու, երբեմն անիմաստ շտապելու ընթացքը անցուդարձը գալիս է դասասենյակից, լսարանից։ Ինչու, որովհետև այն պատմության այն դասերը առնվազն, որ ես ունեցել եմ, հաճախ հիմնականում չեն ունեցել գնահատականի փուլ կամ վերլուծության փուլ։ Այսինքն այդ կամուրջային հատվածը, որը մարդուն բերում է որոշակի հավասարակշռության ու չէ շտապում շպրտել ինչ որ մի կլիշե, ինչ որ պիտակել, հա, ինչ որ մի բան, սա լավ մարդ է, վատ մարդ է, հերոս է, հակահերոս է, դավաճան է, չգիտեմ, հակադավաճան։ Քննադատական մտածողության մասին է խոսքը։ Քննադատական մտածողությունը դրա կոմպոնենտներից մեկն է, այլ հարցը թե մենք ելի եմ ասում, ինչ ենք անում պատմական նյութի հետ։ Որովհետև երբ որ մեզ ասում են օրինակ Խոսրով Կոտակը որս էր սիրում եւ հիմնեց անտառ։ Նման դեպքերը, օրինակ երբ որ որևէ այլ պատմական կոնտենտում, հա, այլ ժողովրդի պետության պատմական բովանդակության մեջ նման դեպք է լինում, դրանք դառնում են խորը մտածողության, ինչու ոչ նաև ռեբրենդինգի որոշակի նյութեր, որովհետև միգուցե իսկապես թագավորը ցանկացել էր անտառ հիմնել, բայց դա այն վկայությունը, որ մենք այսօր ունենք որևէ արքայից թողած նյութական են ամենախոսուն վկայությունը, որը պիտի դարձնենք օրինակ մտածողության մի մաս։
ինչպես անտառը հիմնեցին, ինչպես էին ոռոգում, այդ ինչ մասնագետներ էին աշխատում այդ անտառում։ Այսինքն սրանք, երբ որ մենք բացում ենք, իրապես այստեղ արդեն դառնում է ոչ միայն պատմությունը գերանձնավորված, Փարք Խոսրով Կոտակին, որ ինքը հիմնեց անտառ, կամ Փարք հերթական մի թագավորին, որ ինքը հիմնեց Անին, բայց Անին հո Գագիկ առաջինը կամ Խոսրով Կոտակը հո միայնակ չէր հիմնում։ Այսինքն մոտեցման եւ պատմության հանդեպ հայացքի խնդիր ունենք մենք։ Մենք նայում ենք մարդուն գեր էգոցենտրիկ տրամաբանության մեջ եւ ինքներս էլ արտահայտում ենք այդ հայացքում մեր մոտեցումը պատմության հանդեպ, թե մենք մարդուն նայում ենք միջավայրում, որովհետեւ այդ հասարակությունը ի վերջո հիմնեց անտառ, այդ հասարակությունն է ի վերջո այդ մասնագետները կարողացան Քրիստոսից հետո 4-րդ դարում հսկայական անտառ հիմնել, ինչը մենք այսօր օրինակ տեսնում ենք, որ մի փոքրիկ չենք կարողանում։ Այո, ինչ որ մենք չենք կարողանում։ Այսինքն պատմության վերանայել կամ ոնց ուզում ենք ձևակերպել, խնդիրը գործիքակազմի մեջ է։ Երբ որ մենք չենք կարողանում կիրառել պատմական մտածողության այդ 6 հայեցակարգերի կոնկրետ գործիքակազմը, որը դուք ճիշտ բնորոշեցիք, այո, շատ ճշգրիտ են դրանք։ Պատճառ հետևանք, փոփոխություն եւ շարունակականություն, դա մեկ այլ մտածողության հարց է։ Արդյոք մենք կարողանում ենք տեսնել փոփոխություն, վերհանել փոփոխություն։ Տեսեք, քանի որ վախերից մեր խոսք գնաց, տեսեք, կոնկրետ օրինակներով խոսենք, որ բոլորի համար ընկալելի լինի, ասենք պատճառը եւ հետևանքը ինչ կապ կարող են ունենալ։ Հիմա տեսեք, մենք ունենք ոչ այնքան պատմական կերպար Ռաֆիի Սամվելյան, որում Սամվելը հայտնի է դարձել այնքան ոչ այնքան Ագաթան Գեղոսի շնորհիվ, ինչքան Ռաֆիի, պատմավեպի։ Այնտեղ լիքը բաներ կան, որ իրականության հետ այնքան էլ կապ չունեն, լիքը բաներ կան, որ մի քիչ ուռճացված են, ճոխացված են եւ այլն, բայց հիմա փաստն այն է, որ Ռաֆիի Սամվելը մեր ազգային մտածողության, այսպես շղթաներից մեկի առաջին օղակն է։ Բայց եթե հանկարծ մի պահ մենք օբյեկտիվորեն քննենք պատմությունը ու գանք այն եզրակացության, որ Սամվելը, Ռաֆիի Սամվելը, չէ, իրական Սամվելը, մի քիչ ժողովրդական լեզվով ասած, այնքան էլ լավ տղա չի եղել։ Դա կբերի նրան, որ այն ամբողջ շղթան, որ գոյություն ունի սկսած Սամվելից մինչև հիմա, մինչև այս մեր զրույցը, ինքը խոտանվում է։ Եվ դա բերում է նրան, որ մենք վախենում ենք այդ թեմայից։ Այսինքն, ասում ենք եկեք Ռաֆիի Սամվելին չկպնենք, ինքը այսպես մեր համար կոմֆորտ իրականություն ստեղծող կերպարներից է։ Մի քիչ ավելի անշարժ բաների մասին խոսենք։ Հետևաբար, երբ մենք խոսում ենք անշարժ բաների մասին, մենք խնդիրը չենք տեսնում։ Դա էլ կա, միևնույն ժամանակ էլի խնդիրը ծայրահեղությունների մեջ է։ Բոլոր նարատիվները անկախ այնից թե մենք ինչպիսի հասարակության տեսլական ունենք, ինչպիսի հասարակություն ենք ուզում ունենալ։ Որտեղ պատմությունը, հատկապես այդ պատմական գիտակցականություն կոչված կարևորագույն հասկացույթը, այդ historical consciousness-ը, ինչ է ասում է պատմությունը ներկայի, անցյալի, ներկայի ու ապագայի մասին է։ Իսկ երբ որ մենք հաճախ մոռանում ենք, որ երբ որ պատմության մասին խոսում ենք թեկուզ Ռաֆիի Սամվելի մասին, որ դա մեր ներկայի ու ապագայի մասին է, այսինքն այդ անգլերեն այդ building-ը, կառուցումը, առաջանում է հենց այդ մի տեսակ գնալ վերցնել անձին, այդ անձի մի տեսակ մազոխիստական պատմության տպավորություն է թողնում, ասենք Սամվելը սպանեց հորն ու մորը, Սամվելը սպանեց հորն ու մորը։ Հիմա նման кейսեր շատ են եղել աշխարհում, տարբեր ժողովուրդների պատմության ընթացքում։ Հարցը, թե մենք ինչքանով ենք ծայրահեղացնում այդ դեպքը, ինչու ենք մենք հենց այդ դեպքը ծայրահեղացնում։ Երբեմն սա իմ մոտ տպավորություն է առաջացնում, հենց սա է խնդիրը, որ մենք մոռանալով միջավայրը, ինչու Ռաֆին հենց այդ ժամանակ այդ վեպը գրեց, դրանք բոլորը հետազոտություններ պահանջող, առանձին, չգիտեմ, դոկտորական ատենախոսություններ պահանջող թեմաներ են, եւ ես չեմ հանդգնում գնահատականներ տալ, բայց դրանք հարցեր են, որոնք պարզապես պետք է հետազոտել եւ չընկնել ծայրահեղությունների գիրկը, որովհետեւ աշխարհը միշտ դուրս է գալիս եւ փնտրում է կոմֆորտի, երբ որ նրան տանում են ծայրահեղ ազատականության գիրկը փոխաբերական, ձևակերպեմ, կամ տանում են ծայրահեղ էլի
մի քիչ պայմանական ասած պահպանողականության գիրկը։ Մարդիկ միշտ թեկուզ եւ գայթակղի չէ թվում սկզբնական շրջանում, հա, հեղափոխությունների պատմություններ եւ այլն։ Բայց հետո միևնույնն է նրանք փորձում են նորից վերագտնել այդ ներքին կոմֆորտի զգացողությունը եւ գալ այն միջին թվաբանական վիճակի։ Հիմա մենք ինչքան գնանք Ռաֆի ու Սամվելին քննենք, բայց պիտի չմոռանանք, որ եւ Սամվելի ժամանակաշրջանում եւ Ռաֆին իր ժամանակաշրջանում գրել են երկու պատմություններ։ Իսկն այստեղ երկու պատմական շերտեր կան առնվազն, որտեղ Ռաֆին ինչու է գրել հենց այդ ժամանակ Սամվելի մասին, հա 19-րդ դարում, եւ կա Սամվել, որը ապրել է արդեն 5-րդ դարում, հա 3-րդ շերտն էլ կա պատմական, ոնց եղավ, որ Ռաֆի Սամվելը խորհրդային Հայաստանում դարձավ պարտադիր։ Այո, պարտադիր։ Հիմա մենք ինչպես ենք փորձում այդ ծայրահեղություններից մի քիչ կոպիտ չարտայտեմ դուրս բերել հասարակությանը եւ բերել ավելի պրոգրեսիվ ուղի, որտեղ պատճառները ոչ թե շատ կանձնավորվեն եւ ընդհանուր կմոտենան ոչ թե պատճառների փնտրտուք, այլ մեղավորների որսի, որտեղ երբ որ պատմության դասին պատմության ուսուցիչը անդադ տանում է մթնոլորտային ուղղության, որ ամեն դասին պիտի հերթական մեղավորին գտնենք, ես շատ լավ հիշում եմ Տարոն Աճեմօղլուին, որը նշում է, որ սովորաբար երբ են ժողովուրդները այն ինդիկատորները, որոնք ցույց են տալիս ձախողման, այդպես ասենք, առաջի սաղմերը, երբ որ մարդիկ սկսում են մեղք գցել աշխարհագրական դիրքի վրա կամ ինչ որ գտնում են ինչ որ մեղավորների, էական չի թե մենք խոսում ենք Սամվելի կամ 19-րդ դարի կամ Դավիթ բեկի ժամանակաշրջանի, ամեն մի դարաշրջանում մենք կարող ենք գտնել մի հատ սուպեր դավաճան, որը կարմիր գույնով կներկենք եւ կդնենք պատմության դասագրքերում եւ մենք այդ խորհրդային միությունը կլինի կամ հետ խորհրդային շրջանը, մենք ամեն անգամ նույն մեխանիզմի մեջ ենք, նույն շրջապտույտի մեջ ենք մտնում։ Խնդիրը էլի եմ ասում գործիքակազմի մեջ է, եթե մենք խոսում ենք պատմության մասին, մենք խորքային վերանայում ունենք ոչ թե պատմական քոնթենթի բովանդակության, այլ ինչպես ենք մենք անում պատմության դասը, ինչպես ենք մենք վերհանում փոփոխությունն ու շարունակականությունը։ Երբ որ ես օրինակ Խաչատուր Աբովյանի Վերք Հայաստանից մի հատված, որտեղ ընդամենը մոտավորապես 200 տարի առաջվա ուսանողը կարդում է Երևանի այդ դժոխային իրավիճակը, երբ որ Երևանի Սարդարի ծառաները գալիս են իր կանանոցի համար քանաքեռից հայ աղջիկներին տանելու եւ ինչպես են բոլորը փախչում, դա ընդամենը 200 տարի առաջ էր եւ իմ առաջադրանքը ընդամենը կայանում էր նրանում գտնել այդ տեքստում բառեր, ոչ հայերեն բառեր, որոնք մինչև հիմա ուսանողները եւս օգտագործում են։ Տասնյակ բառեր են գտնում թուրքերեն, պարսկերեն։ Այս փոփոխություններն ու շարունակականությունները շատ կարևոր են ոչ պակաս քան պատճառն ու հետևանքը։ Որովհետև երբ որ մենք գնում ենք մի կողմից պատճառների փոխարեն գտնում ենք մեղավորներ, շփոթում ենք հետևանքն ու պատճառը, պատմության երկու ժամանակներ իրար շալակ ենք բերում, մյուս կողմից գալիս է այդ ֆատալիստական մոտեցումը, որ ոչինչ չի փոխվում, ինչ էլ անենք, այդ անուժության զգացողությունը, որովհետև այդ ֆոբիան ինչից է գալիս, երբ որ դու կամ այդ կոմֆորտի ձգտելու ոչ պրոգրեսիվ կոմֆորտի ձգտելու միտումը, երբ որ դու չունես գործիքակազմ, դու չես կարողանում տեսնել փոփոխություն։ Քո համար բոլոր կետերը դառնում են իրար շատ նման։ Եվ տարբեր տեսանկյուններից երկու տարբեր ժամանակների փոփոխության քննարկումը, այդ դիսկուսիան, այսինքն լսարանում, դա իսկապես տալիս է հմտություններ եւ դա միայն այդպես մերկապարանոց բան չեմ ասում, աշխարհում պատմության դասավանդման լավագույն նվաճումները, որոնք հասարակություն են ձևավորում հիմա հումանիտար տեսանկյունից, հենց սրա մասին են, այսինքն ինչպես մենք պատմությունը դարձնենք խնդրի լուծման, մտածողության կոնկրետ գործիքներ, որոնք կան եւ մենք նույնպես փորձում ենք այդ գործիքակազմներ դնել, այսինքն գեր անձնավորված պատմության նարատիվը անկախ ամեն ինչից բերում է դավաճանների կամ հերոսների փնտրտուքի։ Մեր մոտ այսպես երկու այդ իմաստով գագաթ կա Վարդան Մամիկոնյանը հերոս Վասակցությունին դավաճան, բայց մի քիչ այսպես աշխարհագրությունը կամ ժամանակը որ ձգում ենք, ընդլայնում ենք, կարող ենք տեսնել, որ կան նաև դրական
այսպես շատ դրական կերպարներ մեր ընկալումների մեջ, բայց իրանցից մեկը դարձել է նարատիվ, մյուսը չի դառնում նարատիվի մաս, հա, ասենք Տիգրան Մեծը եւ պայմանական ասեմ Կիլիկյան Հեթում թագավորը, որը իմաստնագույն թագավոր էր, որը կարողացավ 100-ամյակով ըստ էության ապահովել Կիլիկյան Հայաստանի անվտանգությունը, ընդ որում ոչ Հայաստանի հաշվին, այսպես ասեմ, Կիլիկյան Հայաստանի։ Բայց Հեթումի մասին գիտեն մասնագետները, Հեթում այսպես խաղերի, խաղիկների, երգերի եւ հերոսապատումների հերոս չի դառնում, եւ դա այդ գործիքակազմի բացակայության արդյունքն է, թե այնուհանդերձ միգուցե մի քիչ վիրավորական հնչի, այլ հասարակության ինֆանտիլիզմի հետևանք է, որովհետեւ մենք պիտի նաև ընդունենք, որպեսզի մենք հասկանանք խնդիրները որտեղից են գալիս, պիտի ընդունենք, որ մենք մի քիչ էլ ինֆանտիլ հասարակություն ենք, մանկամիտ ենք քիչը։ Կա դա կա, միևնույն ժամանակ էլի չպիտի ծայրահեղացնենք, ինչու որտեղ պոստսովետական հասարակությունները, որտեղ չկային օրինակ շատ համեմատություններ մարդիկ չէին անում, իսկ համեմատությունը դա վերլուծական ամենակարևոր առանցքային process-ներից մեկն է։ Այսինքն մարդիկ չէին համեմատում երկու կուսակցություն, քիչ էին համեմատում երկու ապրանք, քիչ էին համեմատում երկու գաղափարախոսություն, որովհետև պարզապես դրանք թույլատրված չէին։ Հիմա հետ սովետական, այսպես ասենք էլի, այդ կառուցումների մեջ, անհատականության կառուցումների մեջ երկու խոշոր կոմպոնենտ ես կառանձնացնեմ ու նաև կպրոյեկտեմ այն հարցի վրա, որ դուք տվեցիք։ Մի բաղկացուցիչը այն է, որ հետսովետական խորը հետազոտություններ, հատկապես կրթության տեսանկյունից մարդու փոփոխությունները, այդ փոխակերպումները ինչպես հետազոտել, որտեղ առաջ է մղվում են հասարակությունը, որտեղ անում են իսկապես պրոգրեսիվ հետազոտություններ, մարդաբանական, պատմագիտական, միջդիսցիպլինար հետազոտություններ։ Դրանք չեն արվել կամ բավարար չեն արվել։ Տուրք է տրվել էլի քանակին, ոչ թե որակին։ Այսինքն այդ հետսովետական խզվածքի խորքային հետազոտություններ, ֆինանսական գրագիտության մասին, որը չկար, հոգևոր եւ մատերիալ իրողությունների սինթեզի մասին, հա, դրանք բոլորը շեղված էին, անհավասարակշիռ վիճակում էին։ Այսինքն մարդիկ 20-րդ դարում չէին հասցրել հանդարտվել եւ հասկանալ ինչն է փոխվել։ Այս հետազոտությունները չեղան, դրան գումարվեց արդեն 2000-ականներից ինֆորմացիոն տեխնոլոգիաների հեղեղային մուտքը, որը էլի բերեց այդ միջ սերնդային խորքային անհասկացողության իրողությունները, այսինքն մեկը որ հետ սովետական շրջանում չարվեցին կամ բավարար չարվեցին եւ մինչեւ հիմա էլ դրանք բավարար չեն արվում, իսկապես հետազոտություններ, որոնք քննարկումներ, որոնք կբերեն այդ մարդաբանական փոխակերպումային որոշակի դրական օջախների, կլաստերների, հա։ Մյուսը, երբ որ հեղեղի նման դրան գումարվեց նաեւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների մուտքը եւ էլի սերունդների միջև առաջացավ մեծ անդուններ։ Հիմա այս երկու կոմպոնենտները մեր գլխին դամոկլյան սրի նման կախված են եւ դրանք էլի չեն հետազոտվում, նոր սկսում են դրանք իրենց սաղմերը տալ։ Այս տեսանկյունից էլի եթե մենք փորձենք քննարկել ինչու են խորհրդային միությունում այս կամ այն հերոսին առաջ մղում, սա ոչ թե հերոսի մասին է, այլ տեխնոլոգիայի մասին է, որտեղ էական չի հերոսի անունը ինչ է, Տիգրան Մեծն է, թե Խոսրով Կոտակն է։ Այստեղ էականը կայանում է նրանով, որ դու ավելի շատ ոչ թե լինես պրագմատիկ, չափելի մտածողությամբ, այլ ներքին քո շատ օբյեկտիվորեն, որտեղ էլի եմ ասում, խորհրդային միությունում լրիվ օբյեկտիվ էր, որ հասարակությունը կարող է ձեր ասած ինֆանտիլության մեջ լինի։ Այդ տեսակի հասարակություններում, որտեղ նաև չեն լինում վերափոխումներ եւ թարմացումներ, բնական է մարդիկ գնալու են ավելի դատարկ սնափառությունը լցնելու ճանապարհով։ Այսինքն, այդտեղ ինչ որ մեկը հատուկ չի նստում, մեխանիզմը աշխատացնում են եւ թողնում են։ Հետխորհրդայինը հասկացանք, հետխորհրդային շրջանում մեր պատմագիտության հետ որ նայում ես ինչ է կատարում, սարսափելի է։ Ինչ որ ճակատամարտեր են հորինում, որտեղ մենք հաղթել ենք, որտեղ մենք ջախջախել ենք, չկա պատմական
նման որևէ իրականության մեջ գոյություն չի ունեցել այս կամ այն ճակատամարտը, հիմա չեմ ուզում անվանական ասեմ, որ պատմագետների իմաստը։ Այդ ձեր ասած սանափառությանը տուրք տալու այդ ամբողջ խնդիրը դա սկսում է այն բանից, երբ որ դու պատմությունը ոչ թե դիտարկում ես որպես ժամանակի մասին գիտություն, այլ որպես ռոպագանդա։ Այդ թվում նաև որպես ռոպագանդա, բայց դու պատմությանը նայում ես որպես բացառապես անցյալ։ Եթե իսկապես մտածողության մեջ, մասնագետների մտածողության մեջ, պատմության փիլիսոփայության մեջ, քննարկումներում, աշխատաժողովներում, գնա այն ընկալումը եւ կոտրվի այն կարծրատիպը, որ պատմությունը պատմական գիտակցականության տեսանկյունից նաեւ ապագայի մասին է, որտեղ երբ որ մենք լսարանում քննարկում ենք մի մտածողություն, դա դառնում է իրականություն։ Այսինքն լսարանի դուռը բացելուց հետո ուսանողը հենց այդ դրական թե բացասական, պրոգրեսիվ թե ռեգրեսիվ մտածողությունը գրկած գնում է հասարակություն։ Եթե դու ամեն անգամ Խոսրով Կոտակի դեպքը չես բացում, չես դարձնում քննարկման նյութ, եւ ինքը չի դառնում նաեւ Խոսրով, ասենք, չգիտեմ, բնասեր, եւ էլի գնում է հիմա Տիգրան Մեծին չգնանք կմնենք, հիմա ինքը իր ժամանակը իր համար ինքը այդպես չի որ հատուկ պատվիրել է որ մինչև 2025 թիվը ինքը դառնար հայոց պատմության գլխավոր հերոսը, բայց այդ մենք ենք անում, այսինքն պատմության հանդեպ մեր վերաբերմունքը լակմուսի թղթի նման ցույց է տալիս թե մենք ինչպես ենք վերաբերվում մեր կյանքի ժամանակին, այդ պատճառների հետևանքների փոփոխության եւ շարունակականության ինչն ենք մենք պատմության մեջ անվանում կարևոր։ Սա մեկ այլ խնդիր, այսինքն եթե ես օրինակ պատմության մեջ հիմա անվանեմ կարևոր ինչ որ մի ժամանակ կաթի գների փոփոխությունը, որը բերեց ներքին խռովությունների պայմանական եմ ասում։ Մենք երբեմն այդ միջավայրային խնդիրները չենք դարձնում կարևոր։ Այսինքն եղել է երկրաշարժ, եղել է հիմա եթե հարցնամ ինչու անի քաղաքը կործանվեց, միանգամից քոչվորները եկան կործանեցին։ Սա ինչ է, սա քոչվորների մասին չի, սա ամեն անգամ մեզանից պատմությունը դուրս դնելու գործընթացի մասին է։ Պատասխանատվությունից մենք կապ չունենք, մենք կապ չունենք, այսինքն մենք խաղաղ ենք, հետո գալիս է գրականության նարատիվները եւ ճաշը պատրաստ է։ Այսինքն այս ամբողջ թնջուկի մեջ արդեն բաղադրիչները դառնում են երկրորդական կամ երրորդական, դա որ թագավորն է։ Չեք կարծում որ դա հատուկ է արվել, հիմա ասեմ ինչու։ Տեսեք, Կիլիկյան Հայաստանը որ մի կողմ ենք դնում, մինչև 18 թվականը 1000 տարի ըստ էության մենք պետություն, Հայաստան պետություն չի եղել որպես այդպեսին, հա, եւ այդ 1000 տարվա ընթացքում են տարբեր կայսրությունները, որոնց տիրապետության տակ եղել ենք մենք, ուսա մեղադրանք չի, հա, օբյեկտիվորեն արել են ամեն ինչ, որպեսզի մեր մեջից արմատախիլ անեն սեփական պետության մասին պատկերացումների վերջին փշուրները, սկսած արաբներից, վերջացրած խորհրդային միությամբ, հա։ Եվ արդյունքում օրինակ կարելի է նաև մեջբերել Վազգեն Սարգսյանին, որը այդ իմաստով հրաշալի ինձ թվում է ձևակերպում արել, մենք վախենում ենք մեր ուժից, մեզ վարժեցրել են ուրիշի ուժին։ Մենք անտիր հպատակ ենք։ Եվ 30 տարվա ընթացքում վերջին մեր անկախության 35 տարվա արդեն համարյա մենք գրեթե ոչինչ չարեցինք, որ այդ հպատակությունից դուրս գանք։ Այսինքն մենք չվերադարձանք այն պատմությանը, որը երբ իշխանությունը ասում է գիտեք ինչ կա մեր փոխարեն գրել են ուրիշները, մենք հրաշալի գիտենք որ դա այդպես է։ Մեր փոխարեն դա գրել է եկեղեցին, ամենայն հարգանքով ես ինքս հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց եկեղեցին ինստիտուտ է, որը ունի սեփական շահերը, որոնք միշտ չէ որ պետության հետ համընկնում են։ Գրել են արաբները, գրել են, չգիտեմ, մոնղոլները, թուրքերը, ռուսները։ Մենք հազվադեպ ենք փորձել պատմություն գրել, այդ էլ խորհրդային շրջանում 7 փակի տակ է եղել այդ ամեն ինչը։ Հիմա մենք չենք ուզում անդրադառնանք դրանց։ Հիմա ինչ անենք, բան։ Իրականում խնդիրը կայանում է անկեղծության մեջ։ Որտեւ եթե դու անկեղծ չես, անկեղծել չես լինի պատմության հանդեպ, այսինքն լինես շատ երեսպաշտ պատմության հանդեպ։ Խնդիրը պարզ ամենօրյա դասավանդման մեջ է։ Մենք չենք սիրում երկարաժամկետ գործընթաց, մենք անհամբեր ենք։ Որտեղ երբ որ ես ասում եմ, որ օրինակ նույն Էստոնիայում
արդեն 1987 թվականին այն ժամանակ, երբ որ մենք Ղարաբաղյան շարժման հայրս կամ մեծերը, ես էլ եմ գնացել, հա, ցույցի շարժման այդ մեջ էինք, իրենք պատմության դասավանդման կոնգրես էին անում, Էստոնիայի դա պատմության դասավանդման կոնգրես եւ ամբողջ նպատակը վերաթարմացնելն էր ոչ թե պատմության բովանդակությունը, ինչ որ գրված է, այլ մոտեցումը։ Հիմա ես էլի վերադառնում եմ հենց այդ մոտեցումներին։ Ոչ թե պետք է գնանք ասենք, որ Տիգրան մեծ այլևս մեծ չէր։ Մեծ էր, ով ասում մեծ չէր։ Բայց պետք է փորձենք պատճառներն ու հետևանքները չկապել միայն անձով։ Որտեղ երբ որ մենք դուրս ենք գալիս եւ չենք տեսնում աղբը, էկոլոգիան, դա նրանից է, որ պատմության մեջ էլ չենք տեսնում աղբն ու էկոլոգիան։ Դա էլ է պատմության մի մաս։ Ինչ պիտի անենք։ Պիտի օրնիբուն աշխատենք եւ որոշակի այդ անձնավորվածությունը փորձենք բերել բալանսի, դրա գործիքակազմը կա։ Այսինքն, եթե ես օրինակ ամեն դասին մտնեմ լսարան ու ասեմ, որ այսօր մտ պատրաստի թարմ թխած մեղավոր ունենք, այսօր իրան ենք ծեծում։ Կամ արտավազդը ինչու գնաց Կլեոպատրայի առաջ, այսինքն շատ հետաքրքիր զավեշտալի դեպք է, երբ որ մի քանի էջեսկոմ ասում Տիգրան մեծը գնաց երկիրը փրկելու համար Պոմպեոսի առաջ թագը հանեց դրեց մեծագույն դիվանագետ, երկու էջեսկոմ ասում արտավազդը խրող կանգնեց Կլեոպատրայի առաջ, գլուխը չխոնարեց, հանուն հայրենիքի եւ զոհվեց, բայց դրանից հետո պետություն չեղավ։ Հարցը այն չի, որ մենք հիմա փորձելու ենք Տիգրանին ու Արտավազդին դնենք, հակադրենք կամ քննարկենք, թեկուզ հակադրենք։ Հարցը նրանում է, որ մենք ինչ ենք անում պատմության հետ։ Ինչու է դրանք շեշտադրված, այլ ոչ այդ շեշտադրումը չի գնում օրինակ այլ ուղղությամբ։ Իրականում մենք ինչ անում ենք պատմության հետ, դա պատմությունը անում է մեզ հետ։ Այո, որովհետև հենց այդ պատմական գիտակցականության էֆեկտը կայանում է հենց դրանում։ Երբ որ մենք վերցնում ենք պատմությունը, մտցնում ենք մեր սուբյեկտիվիզմի մեջ, մեր ցանկությունների, մեր ձեր նշած ինֆանտիլիզմի, լցնում ենք մեր տհասության դանայան տակառները եւ փորձում ենք այդտեղից հետո գտնել դուրս հանել, տեսնում ենք որ տակը բան չմնաց, որովհետեւ մենք պատմությանը վերցնում ենք, ծամում ենք։ Մենք ծամում ենք ոչ թե պատմությանը նայում ենք անկեղծ աչքերով։ Այսինքն, եթե մենք անկեղծ աչքերով պարզ նայենք պատմությունը պարզ դրված է սկուտերի վրա եւ մնում է միայն պատմությունը օգտագործել ապագան կառուցելու համար։ Դա ապագան կառուցելու համար դի պատմությունը օգտագործես մտածողություն զարգացնելու ուղղությամբ։ Դի ինչ որ տեղ մոռանաս պատմության ոնց ասեմ, այդ էյֆորիան ինչ որտեղ, այսինքն հուզական կապը շատ կարևոր է, բայց ապագայում եւ ներկայում պատմության օգտագործման եւ կիրառականությունը պատմություն դասավանդողի մտքում անընդհատ պիտի լինի, որովհետեւ պատմական մտածողությունը էլի եմ նշում, դա այսօր հասարակություններ են կառուցվել դրանցով, հա, Ֆրանսիայում, Գերմանիայում, երբ որ նույն գերմանական առօրեականության, հա, պատմության շկոլայի ներկայացուցիչները ինչ արեցին, իրանք սկսեցին գրել ոչ միայն մարդու մասին, այդ պատմական մտածողության վերածնունդը, այլ միջավայրի մասին, որ արդյոք կարևոր չի, որ ուսումնասիրել, որ Անի քաղաքում 12-13-րդ դարում մի փողոց կին կրպակատերեր են եղել։ Հիմա դա մենք դարձնում ենք դեպք քննարկելու, թե չենք դարձնում։ Դա իմ համեստ կարծիքով դա դարակազմիկ իրադարձություն է որպես այդպեսին։ Ընդ որում կանանց նկատմամբ այդ վերաբերմունքը նախ մի քիչ ուշացումով մարտի 8-ը բոլորի շնորհավոր, բոլոր մեր սիրելի կանանց, մայրերի, քույրերի։ Հայերի մոտ կանանց նկատմամբ միշտ վերաբերմունքը առանձնահատուկ է եղել էպոսից սկսած, այդ ձեր ասած օրինակով ասենց միջնորդավորված եւ վերջացած նրանով, որ Հայաստանը ըստ էության աշխարհում առաջին երկիրն է, որոնք կանայք ստացել են ընտրական եւ ընտրվելու իրավունք։ Այո, բայց դրանք վերաթարմացումներ է պետք։ Այսինքն այս խնդիրները պահանջում են, որ ոչ թե դրանք անպայման ես ասում եմ պետությունը համակարգային պիտի պատմության դասավանդում։ Մենք կարիք ունենք կլաստերների, այսպես ասած, հա, որտեղ ինտելեկտուալները իսկապես անկեղծ կմտածեն եւ կստեղծագործեն, որ չեն վախենա ստեղծագործելուց, չեն վախենա ասել այն, ինչ որ իսկապես պիտի ասվի։ Սա է ամբողջ խնդիրը, որ եթե խոսում ենք կանանց մասին Անիում, մենք կարող ենք խոսել բազմաթիվ դրվագների մասին, որտեղ
Ինչ եղավ, որ 16-րդ դարում հայկական լեռնաշխարհում արդեն սկսեցին արձանագրվել կանիբալիզմի դեպքեր։ Այդ որտեղից այդ սովը եկավ, ինչու եկավ։ Ինչու մենք չենք կապում հաճախ մեր պատմությունը համաշխարհային պատմության հետ, որովհետև դրանք բոլորը մի բանի մասին են։ Մենք հաճախ մեր միջավայրում, մեր ուսանողին, մեր սովորողին դնում ենք միշտ կոմֆորտ զոնայի մեջ, սովորեցնում ենք այդ կոմֆորտ զոնայում ապրել։ Եվ նրանք շատ դժվարությամբ են հարցեր տալիս դուրս գալ այդ կոմֆորտ զոնայի միջից։ Սա է ամբողջ խնդրեմը։ Հուսամ այսօրվա մեր զրույցը նաև դրա առիթը կդառնա, որ ձեզ սկսեն հարցեր տալ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հիշեցնեմ, որ այսօր մեր իմ զրուցակիցներ պատմաբան Զորաբ Գևորգյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։